ստիպված եմ հղում անել Երուսաղեմում Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակների առաջին համարին, որտեղ բառացիորեն ասվում է հետևյալը. ճանաչել իմաստությունը եւ խրատը, ընկալել հանճարի խոսքերը, հասկանալ խոսքի բարդ դարձվածքները, ընկալել խոսքի բարդ դասվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն, իսկ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա, թափանցի առակների եւ խորույն ասույթների մեջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանությունների մեջ։ Սա գիտեք ինչի մեջ բերեցի, որովհետեւ շատ կարեւոր է առաջինը կարդալ եւ հասկանալ, թե ինչ է գրած, որովհետեւ այն ինչ որ դուք ասցիք, ուղիղ հակառակն է գրած։ Երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ ձեր կողմից նշված հանրաքվեն պետքա տեղի ունենա Լեռնային Ղարաբաղում։ Ընդհակառակը գրված է համաժողովրդական հանրաքվե, որը արտահայտում է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամ արտահայտությունը։